եկեղեցի, շարունակում ենք հերթական քարոզաշարքը ընդառաջ հարության տոնին եւ այսօրվա Աստծո խոսքի պատգամի վերնագիրն է ով է Հիսուս Քրիստոսը։ Աստվածաբաններից մեկը ասել է, եթե Հովանու ավետարանը կարելի է անվանել նոր կտակարանի մարգարիտ, ապա նրա նախաբանը մարգարիտների մարգարիտն է հանդիսանում։ Այս նախաբանը հանդիսանում է վաղ քրիստոնեական օրհներգ, որը պատմում է կյանք տվող, մարմնացած, հավիտենական խոսքի մասին։ Այս 18 համարները իրենցից ներկայացնում են ավետարանի 20 գլուխների միառժամանակ, թե ներածությունը և թե նրա ամփոփումը։ Այստեղ խոսվում է խոսքի, Հիսուս Քրիստոսի նախագոյության, նրա աշխարհ գալու, փրկության խոսքը բարձրաձայնելու եւ նրանք, ովքեր կընդունեն նրան, նրանք կլինեն Աստծո որդիներ ծնված Աստծուց։ Հիսուս Քրիստոսը Աստծո եզակի եւ ամբողջական հայտնությունն է ողջ մարդկությանը։ Այս գլխի նպատակն է հաստատել մեր հավատքը առ Քրիստոս, որպես Աստծո հավերժական որդի, ճշմարիտ լույս, Մեսիա եւ աշխարհի փրկիչը։ Սիրելիներ, քարոզը բաղկացած է երկու կետերից։ Եվ առաջի բանը, որ պիտի խոսենք, հետեւյալն է. սկզբումն էր խոսքը։ Սկզբումն էր խոսքը։ Եվ 1-5 համարները կրկին պիտի ընթերցեմ, որտեղ ասում է. սկզբումն էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ Հովանու ավետարանի այս 1-5 համարները համարվում են Աստվածաշնչի ամենախորը եւ աստվածաբանական հարուստ հատվածներից մեկը, որ նկարագրում է Տեր Հիսուս Քրիստոսին որպես արարիչ, որպես Աստված։ Այս հատվածում Հովհաննեսը ներկայացնում է Քրիստոսի աստվածային բնույթը, նրա հավերժական գոյությունը եւ նրա դերը արարչագործության մեջ։ Նա մեզ համար հանդիսանում է որպես լույս եւ կյանք, եւ սա թե ֆիզիկական կյանք է տալիս մեզ, եւ թե նաեւ հոգեվոր հավիտենական կյանք է շնորհում մեզ։ Այս հատվածը նշում է, որ Հիսուս Քրիստոսն է հանդիսանում ամեն բանի սկիզբը, արարողը եւ Աստվածը։ Հովհաննեսը սկսում է իր ավետարանում խոսել խոսքի մասին, բայց սա պարզ վերացական հնչեղ խոսքը չէ, որի մասին խոսում է Հովհաննեսը։ Այստեղ տեսնում ենք, որ խոսքը անձնավորված է, այս անձը, այս խոսքը, այս բանը, որ ասվում է, Հիսուս Քրիստոսն է։ Խոսքը, որով բացում է այս ավետարանը, նմանություն ունեն Ծննդոց գրքի հետ։ Ծննդոց գրքի առաջի գլխի մի քանի համարների, որտեղ ասում է. սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկիրն անձև ու դատարկ էր եւ անդունդի վրա խավար էր եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց. թող լույս լինի, եւ լույս եղավ, Աստված տեսավ, որ լույսը բարի է, եւ Աստված լույսը բաժանեց խավարից։ Եվ մենք տեսնում ենք, որ ամեն բան կարծես թե դադարի մեջ էր, որևէ գործողություն չկար, բայց ամեն բան սկսում է ընկնել իր տեղը եւ շարժման մեջ մտնել, երբ որ Տերը ասեց։ Անուղղակի կերպով Հովհաննեսը կապ է հաստատում եւ մատնացույց է անում ծննդոցում կատարված խոսքի գործառույթին, ինչը ցույց է տալիս Քրիստոսի հավերժական գոյությունը դեռ դարեր առաջ։ Հիսուս Աստծո հավերժական իմաստությունն է, բանականությունը, գաղափարը ու միտքը, որը անհրաժեշտ է ամեն ինչի ստեղծման համար։ Հիսուս Քրիստոս Աստծո կամքի եւ էության տեսանելի արտահայտումն է ողջ ժողովրդի, ամբողջ մարդկության։ Աստված իր որդու միջոցով բերեց հաշտություն մարդկանց եւ Աստծո միջև
Եվ Տեր Հիսուս հանդիսացավ մարդկանց համար միակ բարեխոսը Հոր Աստծո առջև։ Հիսուս Քրիստոս խոսքն է, որը խոսում է Աստծո անունից մեզ եւ մեր անունից Աստծուն։ Աստծո խոսքը այս հատվածի մեջ ասում է եւ բանը Աստված էր, ոչ միայն նա խոսքն էր, այլ նա ինքը Աստված էր հանդիսանում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ կա մեկ Աստված, բայց նա եռամիասնական է 3 անձերով հայտնված. Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Բոլոր 3 անձերը մեկ Աստված են։ Այս համարը հիշատակում է 2 անձերի՝ Հայր Աստծուն եւ Որդի Աստծուն։ Սա այս ավետարանի բազմաթիվ հստակ հայտարարություններից առաջինն է, որ Հիսուս Քրիստոս հանդիսանում է որպես Աստված։ Բավական չէ, սիրելի եկեղեցի, ասել, որ նա նման է Աստծուն։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ նա Աստված է հավերժությունից եղած։ Եվ մենք էլ այսօր ինչ տեսակ վերաբերմունք ենք ցույց տալիս այս հավերժական Աստծուն, այն Աստծուն, որ աշխարհ էր գալու մեր մեղքերի թողության համար, այն Աստծուն, որ հորից իջավ երկիր, որպեսզի մեզ հավիտենական կյանք շնորհի։ Ինչ դիրք ենք ցույց տալիս մենք այս մեծ Աստծո հանդեպ։ Ինչ տեսակ վերաբերմունք ենք մենք ցույց տալիս, երբ որ մենք ճանաչում ենք, որ նա է Տերը, նա է Աստվածը, նա է մեր արարիչը, նա է կյանքի սկիզբը, ոչ թե միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր կյանքի սկիզբն է։ Ուրեմն մենք ինչ դիրք պիտի ցուցաբերենք։ Երկրորդ օրինացի մեջ 6-րդ գլուխ 4-րդ եւ 5-րդ համարներն ասում են. լսիր ով Իսրայել, մեր Տեր Աստվածը Տերը մեկ է, սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ ուժով։ Ինչպես որ Հայր Աստված իր միածին որդին ուղարկեց աշխարհ, տալով իր ամբողջը, իր լավագույնը, որպեսզի մարդ արարած փրկության հնարավորություն ունենա։ Այնպես էլ մենք մեր ամբողջական նվիրումը պիտի ցուցաբերենք Աստծուն։ Այս հատված համարներն ասում են հետևյալը, որ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ, ոչ թե մասամբ, ոչ թե կիսատ, ոչ թե մեր կյանքի պատառիկներ ու մնացորդները տանք, այլ ամբողջական նվիրում է Աստված մեզնից ուզում, ամբողջական սեր է ուզում, ոչ թե միայն մեր սրտի մի հատվածը սիրի Աստծուն, այլ մեր ամբողջ սիրտը սիրի Աստծուն, ոչ թե միայն մեր մտքի մեկ մասը մտածի Աստծո մասին, այլ մեր ամբողջ միտքը ներծծված լինի Աստծո կենթանի սիրով։ Գործք առաքելոցի մեջ 17-րդ գլուխ 24 եւ 25 համարներն ասում է. այն Աստվածը, որ ստեղծել է այս աշխարհը եւ դրա մեջ առկա ամեն բան, նա է երկնքի եւ երկրի Տերը, նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, իբր թե մի բանի կարոտենա։ Նա է ամեն բանի կյանք, շունչ եւ ամեն ինչ տալիս։ Աստված մարդկանց կողմից տրված ողորմության ու մնացորդների կարիքը չունի։ Աստված մեզնից ամբողջական նվիրում է ուզում։ Սաղմոսների մեջ Սաղմոս 96 1-5 համարները շեշտադրում է Աստծուն որպես թագավոր, մեծ մեկը, եւ իր Սաղմոսի մեջ տեսնում ենք, որ ամբողջ կենտրոնացումը ուղղված է Աստծուն։ Եվ այս Սաղմոսն ասում է. Տիրոջը նոր երգ երգեցեք, երգեցեք Տիրոջ անուն, Տիրոջը ամեն երկիր, երգեցեք Տիրոջը, օրհնեցեք նրա անունը, քարոզեցեք օրեցօր նրա փրկությունը, պատմեցեք հեթանոսների մեջ նրա փառքը, ամեն ազգերի մեջ նրա հրաշքները, որովհետև Տերը մեծ է եւ շատ օրհնված,
ահավոր է նա ամեն աստվածների վրա, որովհետև ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, բայց Տերը արավ երկինքը։ Այս Սաղմոսը կրկին մատնանշում է Աստծո մեծությունը, Աստծո փառքը, Աստծո հրաշալի մեծ գործը։ Ուրեմն մենք որպես Աստծո զավակներ պիտի տանք նրան փառք, պատիվ, երկրպագություն, մեծարան, գովաբանություն եւ խոնարհում, որովհետեւ աննարին է, երբ որ մենք գիտակցենք, թե ում ենք պաշտում, աննարին է, որ մենք չխոնարհվենք նրա առջև։ Աննարին է, երբ որ մենք ճանաչենք նրա սուրբ անունը, չլցվենք երկյուղացությամբ եւ սիրով։ Սիրելիներ, Հովանեսի ավետարանի այս համարները ցույց են տալիս, որ Քրիստոսը որպես լոգոս, որպես խոսք հավերժական է։ Նա Աստված է, արարիչ է եւ հանդիսանում է կյանք տվող լույսը։ Եվ խավարը չի կարող տիրել լույսին։ Խավարը չի կարող իշխել լույսին։ Խավարը որևէ ազդեցություն չի կարող ունենալ այս կյանք տվող լույսին։ Ուրեմն եթե այդ լույսը իմ ու քո սրտի մեջ է, ապա մենք էլ Քրիստոսով կարող ենք հաղթող գտնվել մեր կյանքի մեջ։ Երկրորդ հատվածը, որ շեշտում է, խոսքը մարմին դարձավ։ Այո, խոսքը Աստված էր, նկարագրում է խոսքը արարիչ էր, ով որ երկնքում էր, նկարագրում է Տեր Հիսուս Քրիստոսին որպես Աստված, հիմա այս հատվածը նկարագրում է, որ նա իջավ երկիր։ 9-ից 11 համարներն ասում է, ճշմարիտ լույսներ, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր, եւ աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց, յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Այստեղ նկարագրում է, որ կա մեկ ճշմարիտ լույս։ Մենք ինքներս չունենք մեր սեփական լույսը, որով որ մեզ հնարավորություն կտա առաջնորդելու ինքներս մեզ ճշմարտության մեջ կամ փրկության մեջ, այլ կա մեկ ճշմարիտ լույս, որը ցույց է տալիս մեր իրական դեմքը։ Մեր ներսում թաքնված ամեն մի բան։ Տեր Հիսուս լույս սփռեց բոլոր մարդկանց վրա, ցույց տվեց նրանց իրական լույսի ներքո, այսինքն բացահայտեց նրանց իրական խավար էությունը։ Գալով այս աշխարհ որպես կատարյալ մարդ, նա ցույց տվեց, թե որքան անկատար ենք մենք, թե որքան անկատար են մարդիկ։ Երբ սենյակը մութ է, կահույքի փոշին չես տեսնում, բայց երբ լույսը ներս է մտնում, սենյակը հայտնվում է այնպիսին, ինչպիսին որ իրականության մեջ կա։ Նույն կերպ ճշմարիտ լույսի շողքը բացահայտում է ամեն մարդու էությունը, այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականության մեջ, ոչ թե ինչպիսին իրեն ցույց է տալիս, այլ ինչպիսին որ կա իրականում։ Այ Եբրայեցիներին ուղղված նամակում 4-րդ գլուխ 12 եւ 13 համարները նույն տեսակ խոսում է խոսքի մասին, խոսքի զորության մասին եւ ասում է հետեւյալը. կենթանի է Աստծո խոսքը ու ազդեցիկ եւ ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է։ Կարող ենք հարցնել ինչու, եւ ասում է Աստծո խոսքը, այն թափանցում է մինչև շնչի եւ հոգու, հոդերի եւ ողնածուծի բաժանմունքը, քննում է սրտի խոկումները ու խորհուրդները։ Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է եւ ակնհայտ, նրան ենք հաշվետու։ Նկարագրում է Աստծո խոսքը, մեկ խոսք, որը որ ունի մեծ զորություն, մեծ ազդեցություն, մեծ ուժ, որ կարող է փոխել մարդկային կյանքերը։ Նկարագրում է, որ Աստծո խոսքը ինչպես որ լույսը թափանցում է այն վայրերը, որ մարդու աչքերը չեն կարող տեսնել։ Եվ Աստծո խոսքը թափանցում է մարդու սրտի խորհուրդները, սրտի խորքերը, մարդու մտքի խորքերն է թափանցում եւ քննում է ամեն բան, եւ չկա մարդկանց մոտ մեկ գաղտնի բան, մեկ ծածուկ բան, որ մենք կարող ենք թաքցնել հանկարծ Աստծո առջևից։ Աստծո խոսքն ասում է, որ ամեն բան պարզ ու թափանցիկ է եւ Տերը գիտի յուրաքանչյուրիս։ Մարդիկ Հիսուսին վերաբերվեցին
որպես օտարի։ Այո, նա եկավ որպես կյանք տվող լույս, նա եկավ որպես կյանք տվող խոսք, բայց Աստծո խոսքը նաև ասում է հետևյալը, որ մարդիկ մերժեցին, շատերը մերժեցին նրան։ Մարդիկ Հիսուսին վերաբերվեցին որպես օտար մեկի, այնինչ նա Տերն է եւ Արարիչը, ով եկել է իր իսկ ստեղծած աշխարհը։ Լայն իմաստով մարդկության մեծամասնությունը մերժեց նրան, բայց ավելի նեղ իմաստով նրա ընտրյալ հրյա ժողովուրդը մերժեց նրան։ Գալով աշխարհ նա հայտնվեց հրյաներին որպես իրենց մեսիան, բայց նրանք չճանաչեցին եւ նրան չընդունեցին եւ մերժեցին իրենց կյանքով։ 12-րդ համարն ասում է. սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Ասում է սակայն նրանց, ովքեր, սակայն ի տարբերություն բոլոր նրանց, ովքեր որ մերժեցին Հիսուս Քրիստոսին, մի փոքր մնացորդ կար, ով որ ընդունեց Հիսուս Քրիստոսին, ով որ չմերժեց եւ պատասխանեց այո Տեր Հիսուս Քրիստոսին եւ ընդունեցին նրանք Հիսուսին։ Եվ ասում է, որ Աստված նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Մեր ներկա իրականության մեջ շատ ժամանակ մարդիկ միայն փորձում են տպավորություն թողնել։ Բարոյական, մարդկային կամ հոգևոր մարդու տպավորություն թողնել։ Առաջի հայացքից ցույց տալ, թե ինչպիսին են։ Եվ այստեղ Աստված ասում է, որ նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, ոչ թե մենակ անվանվելու։ Շատերը կարող են անվանվել որպես քրիստոնյաներ, Աստծո զավակներ, բայց արդյոք նրանք կան որպես Աստծո զավակ։ Մեզ Աստծո զավակ չի դարձնում ոչ մեր բարի գործերը, ոչ մեր լավ մարդ լինելը, ոչ մեր ֆենոմենալ մտածողությունը եւ կարողությունները, այլ Հիսուսին ընդունելը եւ հավատալը, հասկանալը, որ ես արժանի չեմ, ես արժանի չեմ փրկության, ես արժանի չէի Աստծո ողորմության, նրա հավիտենական սիրո, ես արժանի չէի նրա հոգատարությանն ու գթությանը, բայց նա արժանացրեց, նա թույլ տվեց, որ ես կարողանամ մոտենալ նրան։ Այստեղ ամենակարևոր հարցը, որին մենք պիտի ուշադրություն դարձնենք, դա այն է, որ ոչ թե մենք կոչվենք քրիստոնյա, այլ լինենք քրիստոնյա, ոչ թե կոչվենք Աստծո զավակներ, այլ լինենք Աստծո զավակ, ոչ թե մեզ պահենք Աստծո զավակների պես, այսինքն ցույց տալով վարվեցողություն, դեմքի ժպիտ, հոգևոր բառամթերք, այլ իսկապես Աստծո զավակին վայելող կերպով ընթանանք, ավետարանի էության հետ համապատասխանի իմ ներքին կյանքը, ոչ թե իմանանք Աստծո եւ քրիստոնեության մասին, այլ նրա էության համապատասխան կարողանանք ապրել, ոչ թե իմանանք Աստծո խոսք, այլ ներքնապես մեր ամբողջ էությամբ համաձայնենք ու հնազանդվենք ավետարանի խոսքին։ Իսկ երբ մենք ձևացնում ենք մեր ով լինելը, մեր Աստծո զավակ լինելը, իսկ երբ մենք միայն տպավորություն թողնողներ ենք մեր շուրջը, իսկ երբ մենք միայն ցուցադրողներ ենք եւ ոչ թե Աստծո խոսքը ապրողներ, ապա Աստվածաշունչը նման մարդկանց կոչում է կեղծավորներ, որոնք որ միայն իրենց շուրջը թողում են տպավորություն, բայց ավետարանի էության հետ որևէ կապ չունեն։ Այն ինչ որ ավետարանի ներսն է, իրենց ներսը լրիվ այլ բան է։ Եվ Մատթեոս ավետարանում Տեր Հիսուս հանդիմանում է ասելով 23-րդ գլուխ 25-ից 28 համարներ, բայց ես մի քանի համարները պիտի ընթերցեմ, որ ասում է. Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությունով ու անժուշկալությամբ, այսինքն չզսպվածությամբ։ Վայ ձեզ կեղծավորների, դպիրների եւ փարիսեցիների, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությունով, դուք նույնպես արտաքուստ
արդար եք երևում մարդկանց, բայց ներքուս լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։ Դուք ցույց եք տալիս մարդկանց այն ինչ որ նրանք կուզեն տեսնել։ Դուք խոսում եք մարդկանց այն ինչ որ նրանց ականջները կուզենան լսել, որ հանկարծ ձեզ չքննադատեն, հանկարծ ձեզ բան չասեն, որովհետև ուզում եք բոլորի կողմից գովաբանված լինեք, որովհետև ուզում եք, որ բոլորը ձեզ տեսնեն որպես բարոյական օրինակելի կերպար, որպես առաքինի կերպար, որ մարդիկ կտեսնեն եւ մատնացույց կանենք, ասեն, ահա, այս տեսակ է իսկական առաքինի մեկը։ Դուք ձեզ ցույց եք տալի, մարդկանց մոտ տպավորություն եք թողնում հետևյալ մարդու, որ ես աստվածապաշտ եմ եկեղեցու մեջ, մարդկանց մեջ, բայց թե ինչ է կատարվում գաղտուկ տեղը, դա տեսնում է միայն Աստված։ Սիրելի եկեղեցի, անառողջ ու կեղծ հոգևոր վիճակ ունեցող մարդը ունենում է անառողջ ու կեղծ կյանք։ Իսկ անառողջ ու կեղծ կյանքն էլ բերում է անառողջ ու կեղծ պտուղների։ Ծառը իր պտուղից են որոշում, թե ինչպիսի ծառ է այն, բարի է, թե չար է։ Իսկ պտուղն էլ աշնանն է երևում։ Ամեն բան հայտնվելու իր ճիշտ ժամանակը ունի։ Եվ դրա համար եկեք ուշադրություն դարձնենք։ Պետք չէ, որ լինեն կեղծ ու ցուցադրող հավատացյալներ։ Իրական հոգևոր կյանքի ապացույցը դա մեր վերստին ծնունդն է ապացուցված գործերով, ոչ թե միայն բարձրաձայն հնչեցած խոսքերով, այլ ապացուցված գործերով, պտուղներով։ 13-ից 14 համարներն ասում են, որ նրանք չծնվեցին արյունից, ոչ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։ Եվ բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց եւ տեսանք նրա փառքը, որ հորից ունի միածինը լի շնորհով ու ճշմարտությունով։ Այս համարը մեզ սովորեցնում է 3 ուղիներ, որոնք չեն տանում դեպի նոր ծնունդ, դեպի հավիտենական կյանք, եւ նաեւ ցույց է տալիս միայն մեկ ճանապարհ, որը տանում է դեպի վերստին ծնունդ, որը տանում է դեպի հավիտենական կյանք։ Եվ այս է այն 3 ուղիները, որոնք որ չեն կարող մեզ տանել դեպի հավիտենական կյանք, եւ առաջինը հետեւյալն է, որ նրանք, որ հավիտենական կյանք չեն տալիս նրանք, որ ոչ արյունից ծնվեցին։ Սա նշանակում է, որ մարդը ժառանգաբար քրիստոնյա չի դառնում, ունենալով քրիստոնյա ծնողներ։ Քրիստոնեությունը ժառանգաբար գենետիկ չի փոխանցում, սիրելիներ, այլ քրիստոնյա դառնում են անհատական որոշումով, ապաշխարությամբ, խորը զղջումով եւ ոչ մարմնի ցանկությունից։ Այսինքն, մարդը ընդունակ չէ վերստին ծնվել իր իսկ մարմնի եւ ֆիզիկական ջանքերով։ Փրկությունը, վերստին ծնունդը, սա մարդկային քայլեր, գործողություններ եւ ջանքեր չեն, որը հիմնված են մարդկային տրամաբանության, գիտության եւ հմտությունների վրա։ Եվ հաջորդը, ոչ էլ մարդու կամքից ելնելով կարող է մարդը փրկություն ունենալ։ Ոչ մի մարդ չի կարող փրկություն տալ մեկ այլ մարդու, դա վեր է ամեն մարդկային ջանքերից։ Այդ դեպքում ինչպես է տեղի ունենում այս ծնունդը, եւ պատասխանը նա է, որ նրանք ծնվեցին Աստծուց։ Սա պարզապես նշանակում է, որ մարդուն նոր կյանք վերադարձնելու ունակ ուժը ոչ թե որևէ բանի կամ որևէ մեկի գործողության արդյունք է, այլ արդյունք է Աստծո կամքի եւ նրա որոշման, եւ ոչ թե մարդկային ցանկությունների, այլ Աստծո կամքի եւ նրա որոշման։ Քրիստոսը կատարյալ կերպով արտացոլում է Աստծո սերը, Աստծո շնորհը, արդարությունը, ճշմարտությունը եւ նրա ողորմությունը։ Նա ոչ թե հեռու է, այլ մեր մեջ է բնակվում Սուրբ Հոգիով։ Կյանքդ, ընտանիքդ, աշխատանքդ, ծառայություններդ, հարաբերություններդ կառուցիր Տեր Հիսուսի խոսքի, ավետարանի էության հիման վրա։ Տեր Հիսուս մեզ սովորեցնում է, որ հավատքը ոչ թե վերացական,
այլ մեր կյանքի եւ կենցաղի մեջ գործնական իրականություն է։ Եվ ի վերջո, ով է Հիսուս Քրիստոս մեզ համար։ Հայտնի հատված, որ շատ քարոզել ենք սրա մասին եւ շատ դուք լսել եք այս հատվածի մասին, Մատթեոս 16-րդ գլուխ 13-ից 16 համարները ասում է. Տեր Հիսուս հարցրեց. Մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով է մարդու որդին։ Իսկ նրանք ասեցին. ոմանք ասում են Հովանես Մկրտիչն է, մյուսները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը, նրանց ասաց. իսկ դուք ինչ եք ասում իմ մասին, ով եմ։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասեց. դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո որդին։ Քրիստոս Հիսուսի կյանքից օտարացածները, ոմանք, մյուսները եւ ուրիշները շատ տարբեր կարծիքներ կարող են ունենալ, սակայն դուք ինչ եք ասում Հիսուսի մասին։ Ով է նա ձեզ համար։ Քրիստոսի կյանքից օտարացածները Հիսուսի մասին տարբեր կարծիքներ կարող են ունենալ։ Բայց դու ինչ ես ասում։ Ով է նա քեզ համար։ Միայն բարեգործ մեկը, իմաստուն մեկը, անցյալում եղող հերոս մեկը, որ եղել է, բարի մեկը, որից որ կարելի է օրինակներ վերցնել, թե նա է տերերի Տերը, աստվածների Աստվածը, քո Տերը եւ Փրկիչը։ Եվ ամփոփելով, սիրելի եկեղեցի, այս հատվածը ընդգծում է Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը, նրա գալուստը աշխարհ, ինչպես նաև նրա բերած շնորհը, ճշմարտությունը ու փրկությունը։ Դու ինչպես կպատասխանես Հիսուս Քրիստոսի շնորհին, նրա սիրուն ու նրա բերած փրկությանը։ Տերը թող օրհնի յուրաքանչյուրիս եւ եկեք մտածենք, խորհենք այս հատվածի